Եվ Հնդկաստանը եւ Պակիստանը հավակնություններ ունեն ամբողջ տարածքին Կաշմիրի։ Ես չեմ կարծում, որ այս կոնֆլիկտը շատ հեշտ լուծելի կոնֆլիկտ է, քանի որ ինչպես ասեցի, տասնամյակների պատմություն ունի, 3 պատերազմ են վարել Պակիստանը եւ Հնդկաստանը այս Կաշմիրի թեմայով։ Հնդկաստանի դիրքորոշումը հստակ է, որ սա լոկալ կոնֆլիկտ է եւ սա հակամարտություն է երկու հարևանների միջև, որը իրենք պետք է լուծեն։ Այս 3 երկրները՝ Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, ունեն երկարատև ռազմավարական եւ ռազմական շատ բարձր մակարդակի համագործակցություն, զենքերի վաճառք։ Չինաստանը նույնպես չի ուզում, որ այս կոնֆլիկտը սրվի, թե չէ իսկապես ինքը կարող է շատ ավելի կոշտ եւ միանշանակ պաշտպանել Պակիստանին։ Մենք միշտ աջակցել ենք Հնդկաստանին, Հնդկաստան-Պակիստան այս հակամարտության մեջ եւ Քաշմիրի կոնֆլիկտի հետ կապված մասնավորապես։ Մենք ամենամեծ զենքի գնորդն ենք Հնդկաստանի եւ այդ պատճառով նույնպես հետաքրքիր է ինչպես է ռազմատեխնիկան իրեն դրսևորում տվյալ կոնֆլիկտի մեջ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգային հարաբերությունների մասնագետ Նվարդ Չալիկյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Չալիկյան հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Չալիկյան, այս ամսվա սկզբին նորից սրվեց հարաբերությունները Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, տեղի ունեցան սահմանային բախումներ, սկզբում Հնդկաստանի վրա ահաբեկչական հարձակումը, այնուհետև Հնդկաստանի պատասխանը Քաշմիրում 9 թիրախների խոցումը։ Ավելի կմանրամասնեք ինչից սկսվեց այս ամեն ինչը եւ ինչ ընթացք ունեցավ։ Նշեմ այն մասին, որ այս կոնֆլիկտը նոր կոնֆլիկտ չէ։ Եվ այս ամենը սկսվել է դեռևս 1947 թվականին, երբ Մեծ Բրիտանիան հեռանալով այդ տարածաշրջանից, նաև արդյունքում ստեղծվեց Պակիստան պետությունը 47 թվականին եւ ստեղծվեց նաև Կաշմիրի կոնֆլիկտը, որովհետեւ եւ Հնդկաստանը եւ Պակիստանը հավակնություններ ունեն ամբողջ տարածքին Կաշմիրի, տվյալ դեպքում, այսինքն ներկայումս մեծ մասը, մոտ 2/3-ը Հնդկաստանի վերահսկողության տակ է եւ 1/3-ը Պակիստանի եւ մի ավելի փոքր հատված Չինաստանի։ Եվ այն ինչ տեղի ունեցավ ամսի 22-ին, դա ահաբեկչական գործողություն էր, որի ընթացքում սպանվեցին 26 տուրիստներ, այսինքն անմեղ քաղաքացիներ Հնդկաստանի, հենց Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի տարածաշրջանում եւ որից անմիջապես հետո իհարկե Հնդկաստանը ասաց, որ սա ուղղակի մի միջադեպ չէ, այլ սա կապված է Պակիստանի կառավարության հետ եւ սա ահաբեկչության ընդամենը հերթական դրսևորումն էր, որը այսքան երկար տարիների ընթացքում պարբերաբար ըստ էության տեղի է ունեցել, քանի որ Պակիստանի կողմը ավելի թույլ դիրքեր ունի եւ Հնդկաստանին ավելի ուժեղ, նույն Կաշմիրի հետ կապված, Պակիստանը ավելի, այսպես ասած, այդ ահաբեկչական գործողություններով ոնց որ փորձում է ակտիվ պահել կոնֆլիկտը եւ ասել, որ խնդիր կա։ Չնայած նրանք ի պաշտոնե բնականաբար ամեն անգամ հերքում են, որ իրենք որևէ կապ ունեն այդ ահաբեկչական գործողության հետ, բայց Հնդկաստանը շատ հստակ ասում է, որ իր տվյալներով միանշանակ սա կազմակերպված գործողություն էր, որից հետո, ինչպես նշեցիք, Հնդկաստանը հարվածներ հասցրեց եւ Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի տարածքում եւ բուն Պակիստանի տարածքում, բայց այս հարվածները շատ թիրախային էին եւ շատ հստակ ուղղվածություն ունեին դեպի տերորիստական այդ ահաբեկչական կենտրոնների, այսինքն դրանք են թիրախը Հնդկաստանի, ոչ թե լայնածավալ պատերազմ, եւ Հնդկաստանը նշեց, որ մի քանի կարևոր սկզբունք կա իրենց այս պատասխանի մեջ, առաջինը, որ պետք է անպայման Պակիստանը ենթարկվի պատասխանատվության այս գործողության համար, եւ երկրորդը իրենք հարվածում են հատուկ ահաբեկչական կետերին եւ ոչ թե Պակիստանի ռազմական օբյեկտներին օրինակ կամ խաղաղ բնակչությանը եւ սա շատ կարեւոր մեսեջ է Հնդկաստանի կողմից, այսինքն ինքը չի սկսել պատերազմ։
Իսկ այս կոնֆլիկտի ընդհանրապես Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի լուծման քայլեր կամ, չգիտեմ, ռազմավարություն կա մշակված, ովքեր են դերակատարները, որ փորձում են այս խնդիրը լուծել կամ կան նման դերակատարներ։ Ես չեմ կարծում, որ այս կոնֆլիկտը շատ հեշտ լուծելի կոնֆլիկտ է, քանի որ ինչպես ասեցի, տասնամյակների պատմություն ունի, 3 պատերազմ են վարել Պակիստանը եւ Հնդկաստանը այս Կաշմիրի թեմայով, ամեն անգամ ի դեպ Հնդկաստանը հաղթանակած կողմ է դուրս եկել։ Գիտենք, որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք եւ գրեթե հավասար է իրենց մարտագլխիկները, այսինքն այդ առումով ինքը նաեւ վտանգավոր կոնֆլիկտ է շատ սրելու եւ մեծ լայնածավալ երկարատև պատերազմի տանելու, որի հավանականություն բավականին փոքր է տվյալ դեպքում։ Չեմ կարծում, որ սա հեշտ լուծվող կոնֆլիկտ է, նախորդ պատերազմների ժամանակ այո Հնդկաստանը կարծես գերակա ինքը դիրք ունի տվյալ դեպքում եւ կարիք չունի գնալ պատերազմական գործողությունների, որպեսզի որոշակի տարածք վերցնի, թեև շատ նացիոնալիստ նաեւ բնակչության ահագին մեծ մասը կարելի է ասել, եկեք նացիոնալիստ չանվանենք, բայց Հնդկաստանի բնակչության մեծ մասը շատ կոշտ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ, բնականաբար նաև իրենց քաղաքական վերնախավը բավականին կոշտ եւ միանշանակ արձագանք է տալիս։ Կարող եմ նաև ասել, որ նախորդ նմանատիպ իրավիճակներում, երբ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, Հնդկաստանը համաձայնել է, որպեսզի լինի ընդհանուր հետաքննողական, այսպես ասած, խումբ, որը մանրամասն կվելուծի, թե ինչ է տեղի ունեցել այդ իրավիճակում, քանի որ Պակիստանը միշտ հերքում է, բայց այդ ամեն անգամ այդ խմբի գործունեության արդյունքում Պակիստանը մեղադրել է Հնդկաստանին, իրենցից ինֆորմացիա է վերցրել եւ ըստ էության հնդիկները արդեն բոլոր տեղերից հնչող իրենց այդ հաղորդագրությունը այն է, որ մենք արդեն հոգնել ենք որևէ տիպի այսպես բանակցությունների կամ որևէ կերպ առաջ այսպես իրենց թողնելու, որ իրենք կան եւ այս կոնֆլիկտը ինչ որ տեղ միասին լուծեն, այսպես ասած։ Իսկ խնդրի խաղաղ կարգավորման փորձեր եղել են նախկինում։ Նախկինում փորձեր եղել են, բայց ոչ մի լուրջ միջազգային խաղացող չի եղել երկարատև միջնորդության մեջ այս խնդրի շուրջ։ Հնդկաստանի դիրքորոշումը հստակ է, որ սա լոկալ կոնֆլիկտ է եւ սա հակամարտություն է երկու հարևանների միջև, որը իրենք պետք է լուծեն։ Եվ Հնդկաստանը այս վերջի զարգացումների արդյունքում նույնպես շատ հստակ հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում երրորդ երկրների միջնորդություն ընդունել, որպեսզի այս հակամարտությունը լուծվի կամ ընթացքը ստանա։ Միջազգային դերակատարների մասին սովորաբար նմանատիպ կոնֆլիկտներում հստակ է լինում միջազգային խոշոր դերակատարների դիրքավորվածություն, օրինակ, չգիտեմ, Կոսովոյի կոնֆլիկտում կամ մեկ այլ տեղ։ Հիմա այս հարցում Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը ինչ դիրքավորում ունեն, որ կողմին են պաշտպանում, թե չեզոք կեցվածք ունեն։ Հնդկաստանը այն բացառիկ երկրներից է, որը շատ լավ հարաբերություններ ունի եւ կարողացել է պահպանել եւ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նույնիսկ Ուկրաինայի ամենաթեժ այդ պատերազմական իրավիճակում, երբ ոչ մի բանակցություն չկար, Հնդկաստանին հաջողվեց այդ երկու երկրներին, ԱՄՆ-ին, Եվրոպային նաեւ եւ Ռուսաստանին բերել մեկ հարթակի շուրջ իրենց G20 այդ գագաթնաժողովի ժամանակ Հնդկաստանում։ Դա օրինակներից մեկն էր։ Շատ լավ հարաբերություններ ունի Հնդկաստանը Ռուսաստանի հետ, որը պատմական հարաբերություններ են։ Եվ սա նաև ռազմավարական եւ ռազմական շատ ամուր գործընկերություն է, այսինքն այստեղ կասկածի ենթակա չի այս համագործակցությունը, ինչ վերաբերում է Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերություններին, ապա վերջի տարիներին ել ավելի խորացել են այս հարաբերությունները, միշտ դրական հարաբերություններ են եղել, բայց վերջին տարիներին ել ավելի է խորացել հենց ռազմավարական եւ ռազմական համագործակցությունը,
Եվ պետք է նշել նաև, որ եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն հարաբերություններ ունեն Պակիստանի հետ, թեև ավելի շատ Հնդկաստանի աջակիցն են, այսպես եթե ձևակերպեմ, ԱՄՆ-ն եւ Հնդկաստանի եւ Պակիստանի հետ պահպանում է իր հարաբերությունները, բայց իհարկե Հնդկաստանը շատ ավելի հզոր, շատ ավելի անհամեմատ, ավելի ուժեղ երկիր լինելով, բնական է, որ ավելի հետաքրքիր է նույն մեծ տերություններին։ Ինչ վերաբերում է Չինաստանին, դե Չինաստանը Հնդկաստանի հակառակորդն է եւ Պակիստանի ամենաառաջի աջակիցը, բայց հետաքրքիր է, որ երեք օրինակ լսում էի Հնդկաստանի այդ դիսկուրսը իրենց մեդիայով եւ նշեցին, որ իրենք ավելի հակահնդկական պատասխան էին ակնկալում Չինաստանից։ Այսինքն Չինաստանի պատասխանը որոշ չափով բալանսավորված է եղել, որը նշանակում է, որ Չինաստանը նույնպես չի ուզում, որ այս կոնֆլիկտը սրվի, թե չէ իսկապես ինքը կարող էր շատ ավելի կոշտ եւ միանշանակ պաշտպանել Պակիստանին, որի հետ ունի կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր, Չինաստան, Պակիստան տնտեսական միջանցքի մասին է խոսքը առաջի հերթին, բայց ոչ միայն, այլ ռազմական բավականին լուրջ համագործակցություն ունի, քանի որ Չինաստանը վաճառում է զենք Պակիստանին եւ ընդհանուր առմամբ բավականին լուրջ աջակցություն է ցուցաբերում։ Բայց Չինաստանի շահերից չի բխում այս պահին, կարծում եմ, որ կոնֆլիկտը սրվի, քանի որ մի շարք պատճառներով այդ տարիֆների հետ կապված այս տնտեսական պատերազմները ստիպում են Չինաստանին դիտարկել Հնդկաստանը որպես մեկ այլ շուկա, որտեղ ինքը միգուցե արտահանի իր ապրանքների ավելի մեծ տոկոսը եւ ավելի շատ իրեն հիմա ձեռնտու է գործակցության մեջ մտնել Հնդկաստանի հետ, քան առճակատման։ Վերջ-վերջո 1.5 միլիարդանոց շուկա է Հնդկաստանը։ Այո, ամենամեծն է աշխարհում ըստ էության։ Եվ ինչ այս վերջին զարգացումների ինչ հանգուցալուծում ստացան, ինչ ավարտ ունեցավ։ Դե բավական ինտենսիվ մի քանի օր եղավ, երբ հրթիռակոծության ենթարկվեցին երկու հրթիռներ եղան երկու երկրների տարածքում էլ եւ Հնդկաստանը իհարկե մեծ մասը կարողացավ կասեցնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի շնորհիվ այստեղ նույնպես մենք պետք է ուշադրություն դարձնենք ռազմական առումով քանի որ Հայաստանը Հնդկաստանի համար առաջին զենք գնորդն է, այսինքն մենք ամենամեծ զենքի գնորդն ենք Հնդկաստանի եւ այդ պատճառով նույնպես հետաքրքիր է ինչպես է ռազմատեխնիկան իրեն դրսևորում տվյալ կոնֆլիկտի մեջ։ Հանգուցալուծումը այս պահին հրադադար է, որը ասում են Ամերիկայի միջնորդությամբ, բայց միևնույն ժամանակ դեբատներ կան Հնդկաստանում, թե որքանով է դա եղել հենց միջնորդություն, որովհետև նորից, ինչպես ասացի, իրանք դեմ են երրորդ երկրների ներգրավմանը այս կոնֆլիկտի մեջ, բայց իհարկե ամենաբարձր մակարդակով պետքարտուղարի եղել են հեռախոսազանգեր, որի արդյունքում հասել են այս հրադադարի համաձայնությանը։ Իսկ այս կոնֆլիկտը ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա։ Մեզ համար կարևոր է իմանալ ինչ է տեղի ունենում եւ ուրախ եմ, որ այս հետաքրքրությունը իրականում մեր հասարակության մեջ կա։ Նշեմ, որ Հնդկաստանը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, ինչպես գիտեք, վերջին տարիներին հատկապես հայ-հնդկական հարաբերությունները բավականին մեծ թափով զարգացել են հիմնականում ռազմական ոլորտում եւ նախկինում եւ 99% զենք մենք ստանում էինք Ռուսաստանից, իսկ հիմա մոտապես 60-70% ամբողջ ներկրման զենքի գալիս է Հնդկաստանից, ինչը բավականին լուրջ թիվ է։ Ռազմավարական գործընկերություն դեռ չունենք այս պահին Հնդկաստանի հետ, բայց հետագայում եթե ունենանք ավելի ընդլայնված համագործակցություն, շատ ավելի լավ կլինի մեզ համար։ Հնդկաստանը բարեկամ երկիր է, դարերի պատմություն ունենք եւ մշակութային եւ պատմական եւ քաղաքական դաշտում, այ հետաքրքիր է, որ մենք միշտ աջակցել ենք Հնդկաստանին
Հնդկաստան-Պակիստան այս հակամարտության մեջ եւ Քաշմիրի կոնֆլիկտի հետ կապված մասնավորապես Հնդկաստանը աջակցել է Հայաստանին ՄԱԿ-ում եւ այլ միջազգային հարթակներում, իսկ այլ Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ աջակցել են Պակիստանին, այսինքն այստեղ շատ հստակ նաեւ տարանջատում կա, հա, ով բարեկամն է եւ թշնամին է։ Այս մասին կարող եմ ավելի մանրամասն խոսել։ Շատ լավ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն արեց, իր աջակցությունը կարծես հայտնեց Հնդկաստանին, արդյոք այս դիրքավորումը Հայաստանի տվյալ պահին ճիշտ է գնահատում։ Միանշանակ ճիշտ եմ գնահատում եւ ել ավելի բարեկամական պետք է լինի մեր արձագանքը, որովհետեւ ասում եմ, Հնդկաստանը կարևոր գործընկեր է, բարեկամ երկիր է, մենք պիտի զարգացնենք ավելի հարաբերությունները Հնդկաստանի հետ, իսկ Պակիստանը երկու երկիր կա աշխարհում, որը շատ ինտենսիվ պաշտպանեցին եւ շատ ինտենսիվ աջակցեցին Պակիստանին, ինչպես նաեւ նախկինում, դա Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Եվ այս երեք երկրները, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, ունեն երկարատև ռազմավարական եւ ռազմական շատ բարձր մակարդակի համագործակցություն, զենքերի վաճառք, տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր եւ իհարկե քաղաքական ոլորտում երեքն էլ, տեսեք, մեր մոտ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտներ, իրենց մոտ Կաշմիրի, Թուրքիայի մոտ Կիպրոսի խնդիրներ եւ երեքն էլ պաշտպանում էին համապատասխանաբար իրենց բարեկամներին այս կոնֆլիկտների մեջ։ Մենք օրինակ հնդկական մամուլում հիմա նաև պետք է ուշադրիր լինենք այն թեման, թե ինչպես է Թուրքիան աջակցում Պակիստանին, շատ բավականին մեծ արձագանք է գտել Հնդկաստանում։ Հնդկաստանի բնական շահերը համընկնում են Հայաստանի հետ, դրա հետ մեկտեղ իհարկե տնտեսական հարաբերությունները, որը ռազմավարականից մի փոքր այլ է, իրենք զարգացնում են Հնդկաստանի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ վերջին 10-15 տարիների ընթացքում նաև տնտեսական կապեր են զարգացել Թուրքիայի հետ, մոտ 12 միլիարդից ավել առևտուր կա Հնդկաստան-Թուրքիա եւ շատ մեծ քանակով տուրիստներ են օրինակ գնում Հնդկաստանից եւ Թուրքիա եւ Ադրբեջան թվերը անհամեմատ են Ադրբեջանում շատ ավելի տուրիստ է գնում քան Հայաստան, այստեղ մի քանի ֆակտորներ կան, բայց կուզեմ, որ մենք նաև ուշադիր լինենք այս տենդենսի հետ կապված, որովհետև հնդիկ մեկնաբանները եւ փորձագետները, լրագրողները եւ նաեւ բնակչությունը ասում են, որ պետք է բոյկոտել թուրքական ապրանքները, որ պետք է չգնալ այնտեղ որպես զբոսաշրջիկ եւ պետք է նայել ուրիշ երկրներ, այդ թվում Հունաստանը եւ Հայաստանը, այնպես որ մեր զբոսաշրջական այդ կազմակերպություններին խորհուրդ կտամ ուշադիր լինել այս ուղղության հետ կապված եւ ավելի զարգացնել հենց զբոսաշրջությունը, որը բավականին նաեւ լավ բիզնես է մեզ համար։ Պակիստանը կարծեմ աշխարհի միակ երկիրն է, որ չճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ինչից էր դա գալիս, ինչու 90-ականներին ինչ խնդիր կար Հայաստանի եւ Պակիստանի միջեւ, որ ամբողջ աշխարհը ճանաչեց, իսկ Պակիստանը ոչ։ Իրենք ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի հանդեպ, կարող է տարբեր շերտեր լինեն այս հարցին ի պատասխան, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական եւ դիվանագիտական ոլորտում մենք ոչ միայն հարաբերություն չունենք, այլև այդ նեգատիվ վերաբերմունք ունենք իրենցից եւ ոչ միայն դա, մենք գիտենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ ահագին օգնություն, ոչ թե օգնություն, այլ ռազմական առումով բավականին աջակցել են Ադրբեջանին եւ նույնպես այս եռամիասնությամբ է պայմանավորված շատ ժամանակ իրենց վերաբերմունքը մեր հանդեպ, այսինքն ոչ թե հենց հատուկ Հայաստանի, այլ Հայաստանի որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամի երկրի, միգուցե այս կոնտեքստում ավելի շատ պետք է դիտարկել։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ Տիկին Չալիկյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։